գիտելա։ Ջոգեսկը ով է պետք, ով պետք չէ։ Եզեմ ուշադրի մեծ կարծանք մեծ շատ կարևոր տեղ Եփեսացիս առաջի գլուխ 11-րդ խոսքը։ Գրված է նրանում Հիսուսի մեջ մենք сделались, չնեմ հայրենով ոնց է, եղանք երևի, ժառանգորդներ, Քրիստոսի մեջ մենք եղանք ժառանգորդներ, լինելով նախասահմանված, մենք լինելով նախասահմանված, Հիսուս Քրիստոսի մեջ մենք եղանք ժառանգորդներ, այն մեկին նախասահմանությունով, ով որ իրակամքի համաձայն ամեն բան անում ես երկինք երկրի մեջ, այսին բառերով թարգմանի։ Աստված ինչ որ իրակամքի մեջ կա, այն էլ անում է։ Եվ նա մեզի նախասահմանել է, որպեսզի մենք Քրիստոսի մեջ ժառանգորդներ լինենք։ Սա մեծ շատ կարևոր բան կա։ Сделались, եղանք։ Լսեմ, մենք պետք է сделаться լինենք։ Ուշադիր լսեմ։ Մենք պետք է այսօրվա իմ քարոզած հետ դառնալն է։ Մենք պիտի դառնանք ժառանգորդ։ Մենք եկել ենք, բայց այդ ժառանգությունը չունենք, փող չունենք, առողջություն չունենք, ինչ որ խնդիրներ ունենք, հաջողություններ չունենք։ Մենք պետք է դառնանք, сделаться պիտի լինենք։ Ուշադիր լսեք, շատ կարևոր հայտնություն է։ Առաջի Հովհաննու 3-րդ գլխի մեջ Ուսենով ավելի լավ է գրած։ Գրված է. տեսեք, թե ինչ սեր տվեց մեզի հայրը։ Русскими մեջ, чтобы нам называться и быть детьми Божьими. Чтобы нам называться, որ մենք անվանվենք Աստծո որդիներ եւ լինենք Աստծո որդիներ։ Դες ինչ կա մեծ տարբերություն է անվանվել Աստծո որդի, ուրիշ բան է լինել Աստծո որդի։ Իմ երեխեքս անվանվում են, իմ տղեկս Հակոբի տղեկն են։ Բայց կարող են այդ Հակոբի տղեկը, որոնք որ անվանվում են Հակոբի տղեկ, չլինեն Հակոբի տղեկը։ Չնեմ միտքարնեք ինչ կսեմ։ Դու կարող է լինես այս եկեղեցու անդամ անունով, նազիվացա, կոչվել, բայց դու չլինես այս եկեղեցու անդամ։ Ինչու համար Մելինեն խոսեց, որպես ինչ կա մենք մեր խաչը վերցնենք, մենք այս եկեղեցին մենք տանենք։ Դու այս եկեղեցու մեզ, եթե եկեղեցին Աստվածը քեզի բերե, այս եկեղեցու հոգսը բերը մենք իարիտ վերցնենք ու առաջ տանենք։ Թեպետ այս եկեղեցու հոգսն ու բերը թեթև է ու քաղցր է։ Ինչի համար ասենք որպես մարգարեական ակտ, արի քո խաչը վերցրա, քո բաժին գործը վերցրա այս եկեղեցու մեջ։ Մենք ունենք տասանորդի պատվիր Աստծուց։ Այդ տասանորդի մեջ պետք է հավատարիմ լինել։ Դու ազատ ես, չկա դատապարտություն այսօր։ Աստված քո սխալների համար այսօր չի դատապարտել։ Դու կարող ես չտալ այդ տասանորդը։ Դու կարող ես չծառայել Աստծուն։ Դու կարող ես ինչ-որ բաներ չանես, Աստված չի դատապարտել։ Բայց դու վարձքը, դու գտես ինչ կա պատիվը Աստծուց չես տան։ Աստված քեզի չի կարա ինչ-որ մի բան վստահի, եթե դու անհավատարիմ ես։ Եթե դու պատասխանատվություն չես վերցրել։ Ես գիտեմ իմ երեխեքիցս ում ինչ վստահեմ, ես գիտեմ որ այս բանի մեջ ինքը հավատարիմ է։ Եթե այս բանի մեջ մեկը թերի է, չեմ վստահել։ Նույնն էլ Աստված ինքը այսօր ինքը հայր է, բարի հայր է։ Մեզնից ավելի լավն է, բայց վստահության հարցում դու պետք է վստահություն ձեռք բերես։ Ամեն։ Համար ուրիշ է նազիվացը, ուրիշ է բիծ։ Երկրորդ խոսքի մեջ հայրենը նոր արդեն երկրորդ խոսքներ կարդաս, հայրենը նոր առաջի խոսք կարդաս հասկանալի չէ։ Բայց երկրորդ խոսքն որ կարդաս, երկրորդ խոսքի մեջ արդեն սիրելիներս, մենք հիմա որդիներ ենք։ Ես կավելցնեմ, կոչվում։
Մենք հիմա սիրելիներս որդիներ ենք։ Բայց հələ բացված չէ, թե ինչ կլինենք, что будем։ Շատ անգամ այս տեղերը մենք կարդում ենք, լսե։ Մեզիք թվա դիտիկ երկնքնային արքայության, երկնքում մայից հետո այդ բաներին կպատկանե։ Չէ, այս գրքի մեջ ինչ որ գրված է այսօրվա համար։ Այս բանը գրված է այսօրվա համար։ Մենք գիտենք, որ որդիներ ենք։ Սիրելիներս, называемся, կոչվինքը, բայց հələ բացված չէ։ Ինչ ով կլինենք մենք։ Բայց երբ որ կբացվի Աստված, երբ որ կհայտնվի Աստված քեզի, չէ՞, կլինես ինչպես որ ինքն է։ Դու պիտի լինես ինչպես որ ինքն է։ Հասնաս։ Դու Աստծո որդի ես, բայց կարող է հենց չես ինչպես որ ինքն է։ Դու դառնաս ինչպես որ ինքն է, երբ որ տեսար, թե ինչպիսին է ինքը։ Դու պիտի կարիք ունիս տեսնելու, թե ինչպիսին է ինքը։ Եթե այսօր քրիստոնյան չի տեսնի ինչպեսին է Աստված, ինքը չի կարող լինել ինչպես որ ինքն է։ Դե պետք կոչվի գա, называется Աստծո որդի։ Մենք բոլորս Աստծո որդի ենք, բայց ոչ բոլորս ինչպես որ ինքն ենք։ Դա համար երբ որ մենք եկանք Տիրոջը, մենք պետք է դառնանք իրապես։ Ընթաց կա այդ բանի համար։ Եփեսացիս առաջի գլխի 3 խոսքի մեջ գրված է օրհնյալ է մեր Հայր Աստված, մեր Հիսուս Քրիստոսի Հայրը, ճիշտ է, հիշում եք այդ տեղը, չէ՞, որ մեզի օրհնել է ռուսերենի մեջ всякими духовными благословениями, այսինքն տարբեր հոգևոր օրհնություններով երկնքումը։ Երբ որ մերանք այս ժամանակ, չէ, այս գիրքը, այս խոսքը կվերաբերվի այսօրվա համար։ Ինքը մեզի օրհնել է երկնքի այդ օրհնություններով այսօր, հիմա։ Դու միջև այդ բանը չունենաս այդ երկնքի այդ օրհնությունները, դու չգիտես դու ով ես։ Հələ չես կայացել։ Ուղղակի Աստծո որդի կոչվիս, բայց հələ չկաս էդի։ Դու կոչվել ես պրոստը։ Դու պիտի դառնաս իրապես։ Ամեն։ Լսեք ուշադիր, շատ կարևոր մի հատ բան ասեմ ձեզի։ Գոյություն ունի երկու իրականություն։ Այս երկրի իրականությունն է, մարմնավոր, ու կա հոգևոր իրականություն։ Հավատացյալ մարդը, քրիստոնյա մարդը, ինքը պիտի ապրի երկնային իրականության մեջ։ Հիմա դեմ քննեք քեզի, որ իրականությունն է քեզի հոգի հարազատ։ Այս աշխարհի սկզբունքները, այս աշխարհի կեսի մինչերը, թե երկինքը, թե հոգևորը։ Մենք երկնքի քաղաքացիներ ենք։ Մենք մեռանք եւ հարություն առանք Քրիստոսի հետ եւ Քրիստոսի աճում, Քրիստոսի հետ հորաճում մենք երկնավորների մեջ նստած ենք։ Եվ երկրավոր այդ երկնքի բաները մեզի պիտի ավելի ձգի։ Լսես, ավելի պիտի ձգի։ Ես ինքան ուրախացա նորվա մերինե այդ խոսքով, որ դες ինչ կա, ինքը որոշեց, որ բան նոր երկնքին է, երկնքին տա։ Ես ինքան ուրախացա, որ ես Երևան, ես քանի շաբաթ է կսեմ, լսեք, ես խելագար հավատացյալ եմ, երեխեք։ Եթե դուք ինձպես խելագար հավատացյալ չտեղնիք, ավելավե չեղնիք։ Ես ես Երևանը մեկ չեմ մեկ պրոստը բամել, գուտկեմել, կամ միսյոնիմել, կամ խանութմել ես բացեմ։ Եթե ես եկել եմ Երևան, գիտեցի, որ Երևան ընձիպեսը չկա։ Ընձիպես խելագարը չկա։ Հասնաս։ Ես կուրախանամ, որ ես տեսնիմ ընձիպես խելագար մարդիկ, որոնք որ կհավատան այդ բաներին։ Ու հավատքը ինքը ամոթով մեզի չի թողա։ Լսեք։ Շատ մարդիկ կարող է կողքից մտածել, որ եսի ինչ, Ես ես լիքը բաներ եմ պատմել, որ ես դաժե հովների հետ շփվելով, աղբերների հետ շփվելով, բոլոր հետ ես խելագար քայլեր կենեմ, որ շատ մարդիկ կնասեն, որ այս մարդը կտծել է, բայց իմ Աստվածս ընձի հետ է եւ կյանքում ընձի չի թողա ամոթով։ Լսեք։ Երկնքի բաները պետք է մտածել։
Երգիրը, այս երգերի բաները իրենք մերը չեն, մեր բաժինը չեն, մենք նոր արարած ենք։ Մենք նոր ստեղծագործություն ենք։ Նորի պես դիմադրած ենք։ Ամեն։ Հովանու 10-րդ գլխի մեջ նա խոսք կա 9-րդ խոսքը։ Վերջում է Հիսուսը գսե ինձ հավատացնողները կմտնեն եւ դուրս կգան եւ արորդ կգտնին։ Լսե, եթե հավատացյալը չի մտնի երկինք եւ եթե չի գա, ինքը արորդ չի գտնի։ Եթե հովիվը ինքը չմտնի երկինք, ունդից արորդ չբերե քեզի կասնաս, դու սոված կմնաս։ Աստծո զավակը պետք է երկինք մուտք ունենա, մտնի եւ դուրս գա, որպեսզի արորդ գտնի։ Իմ գառները իմ ձայնը կլսեն եւ կհետևեն ինձ։ Երկինքը բաց է։ Այսօր դու կարիք ունես երկինք գնալու եւ վերադառնալու։ Որպեսզի երկինքը իջեցնես վար։ Երկինքը բերես երկրի վրա։ Ինչպես որ քո կամքն է երկնքում, թող երկրի վրա լինի։ Դե Հովանու 3-րդ գլխի մեջ, եթե հիշում եք, 3-րդ խոսքի մեջ։ Եթե մեկը Նիկոդեմոս ջան վերստին չծնվի, չի կարող տեսնել Աստծո արքայությունը։ Եթե մեկը վերստին չծնվի Նիկոդեմոս ջան, ինքը չի կարող մտնի Աստծո արքայության մեջ։ Ոչ է, ես հավատացի, նոր մտա։ Եթե դու վերստին չտեսնես, դու չես կարող տեսնես հոգևոր բաները։ Եթե դու վերստին չտեսնես, չծնվես, դու չես կարող մտնես հոգևոր բաների մեջ։ Համար Աստված մեզի վերստին ծնունդ կուտա, Հիսուսը դրա համար ասեց Նիկոդեմոս։ Գաղափարը շատ լավ է, որ Աստված քեզի հետ է, մենք կընտունենք, որ հրաշքներ կենես, ավդոնք թող։ Վերստին ծնունդ է պետք։ Մենք ինչեղ վերստին ծնվին։ Հոգին փչում է, որտեղ ուզում է։ Բայց դու չգիտես որտեղից եկավ ու որ գնաս։ Դու չես կարող բացատրես, թե ինչ կատարված քո այդ վերստին ծնունդը, որտեղ ինքը ուզեցավ եւ քեզի վերստին ծնես, որովհետեւ վերստին անձ լինելով դու տեսնես Աստծո արքայությունը, որովհետեւ դու կարողանաս այդ արքայության մեջ մտնես։ Աշխարհիկ սովորական մարդը ինքը կարողություն չունի տեսնելու եւ մտնելու այդ բանի մեջ։ Ես մի հատ նորից ապացույց է, որ վերստին ծնունդը սկզբից է, որիք մեզնից չէ։ Դուք հիշեք հայտնության 3-րդ գլխի մեջ 20-րդ խոսքն կա։ Ահա կանգնած եմ եւ թագում եմ կտ քո դուրը։ Ով դուրը բացի կմտնեմ եւ ընտրիկ կանեմ նրա հետ եւ նա ինձ հետ։ Ես շատ անգամ քարոզել եմ, որ դες ինչ կդիկ աշխարհիկ մարդն է, ու Հիսուսը իր սրտի թագեք։ Ես չէ։ Եսի հավատացյալին կվերաբերվի։ Այսօր Հիսուսը կանգնած է եւ կթագե։ Լսես, որպեսզի ինքը գա քո կյանքի մեջ։ Այս ամբողջ 3-րդ գլուխը գրված է Հիսուսին դուք ընդունեցիք։ Դուք լավ արեցիք, որ ընդունեցիք։ Իմ պատկանները ընդունեցիք։ Այսօր շուտից ինչ կա մեր հաջողակ կյանքը քրիստոնեական կախված է երկու կարևոր բաներից։ Որ առաջի բանը դու պետք է Հիսուսին քո սրտի մեջ թողնաս, որ ինքը գա եւ քո սրտի գային նստի։ Դու վերստին ծնունդ ունես, բայց քո սրտի գային դու ես նստած։ Քո սրտի գային ուրիշն է նստած։ Հիսուսը թագում է զավակս, եղբայրս, քույրս, սիդդ բաց գամ քո սրտի մեջ։ Երկրորդ շատ կարևոր բան է, 4-րդ գլխի մեջ է գրված։ Առաջի խոսքի մեջ ու լրիվ այդ գլուխը եթե կարդաս, այնեղ գրված է. Եվ տեսա երկինքը բաց։ Եվ այն ձայնը, որ սկզբից ինձ հետ կխոսեր, ինձ ասեց. բարձրացի վերև, որ քեզ ցույց տամ ինչ դրինի սրանից հետո։ Առաջի բանը, թույլ տուր Հիսուսը գա քո մեջ։
Երկրորդը երկինք դի բարձրանաս։ Հիմա մեռնելուց հետո չէ, հիմի։ Հիմա դուք դի մուտք ունենաս։ Հակոբը տեսավ այն նարդիվանը, սա իրոք էսի Աստծոյն է։ Երկինք քերնեին քիշներին հրեշտակները։ Այսօր դուք դի տեսնես այդ իրական երկինքի դուռը բաց է ստե։ Լսե, եթե դու երկինք չերնիս, դու այնտեղ չես տեսնի երկինքի բաները։ Որովհետեւ դու երկինքի բաները տեսնես, հայտնություններ ունենաս։ Այդ նոր որ մերինեն պատմեց, որ պիտի երկինքի բանը պատկանի երկինքի բաներին, դա երկինքի հայտնություններ։ Դա ինքը կարող է չի ճոգի, բայց ինքը երկինք է գնաց այդ բային։ Պարտալ գոյություն ունի, դուր կա։ Այդ դրով ինքը հոգին գնացել էր։ Եվ այդ հայտնությունը ինքը առավ։ Պատկերացնես կը։ Առավ ու այդ հայտնությունը, ինչ որ ինքը տեսավ, դարավ իր բաժինը, ինչ որ մի մասը։ Ու այդ ինքը այդ մասը առած իջավ երգիր։ Ու պատմեց մեզի։ Իսվավ, այսինքն երկինքը բերեց երգերի վրա։ Եթե դու այսօր երկինք մուտք չունիս, դու բերելու բան չունիս։ Դու սկուկաս եւ ետ կուկաս եւ արոտ կբերես, արոտ կգտնիս, հասկանաս։ Դու պետք է հելնիս երկինք, որ երկինքի բաները տեսնես, որտեղ այս երգիրը կավրի երկինքի հայտնություններով։ Ու դու այսօր պետք է երգիրը ավրեցնես երկինքի հայտնություններով։ Իսկ եթե չկա մուտք դեպի երկինք, ինչ հայտնություններ դու բերես։ Այսօր կներեք այդ ցավոք սրդի այդ բառը չեմ սիրել, այսօր շատ հավատացյալներ այդ հայտնությունները իրանց երգրից են։ Իրանք երկինք դոստուկ չունին, իրենք ըստեղ մի հատ բան կաշեն, գուզեն մի բան գտնին, մի բան փոխանցեն, երկրի բաները կբերեն։ Մեզի պետք է երկինք բարձրանալ։ Երկինքում է ամեն մի բան, Աստծո կամքը, Աստծո ամեն ինչ որ բերես, ու այդ երկինքի բաները մարդու համար անհասկանալի են սովորական մարդու։ Մենակ է մարդը կհասկանա, ով որ հոգի ունի։ Հոգևոր մարդը կհասկանա։ Իչնեմ դուք ընձետ եք հասկանաք ես ուր կտանի։ Հովս Արաքյալը Ֆիլիպեցիներս 3:12-ի մեջ ինչ ասում։ Ես չեմ համարում ինձի հասած, բայց առաջ եմ գնում, որպեսզի հասնեմ նրան, չէ՞, ինչպես որ ինքը ինձի հասավ։ Լսե, մինչև առաջինը դու քո դուրը չբացես սրդիդ, ու ինքը քեզի չհասնի, ինքը պետք է առաջինը քեզի հասնի։ Իսուսը դի հասնի քեզի, որպեսզի դու ձգտում ունենաս դեպի երկինք եշտասորին հասնես, որ տեսնես իրեն եւ տեսնես թե ինչպիսին է ինքը, նոր լինես որդի, ոչ թե անունդ որդի լինի։ Հովանու 17-ի մեջ Իսուսի աղոթքը 21 խոսքի մեջ է։ Թող բոլորը միաբան լինեն։ Հայր, Իսուսն է աղոթում։ Ինչպես որ դու ինձ անում ես, ես էլ քեզ անում եմ, չէ՞ մենք ասում ենք Աստվածի մեջ է, ես էլ Աստծո մեջ եմ։ Պրոստը սորվել ենք էդի ու կկրկնենք։ Լսե, առաջինը Աստված քո մեջ դինի գա, հետո դու դինես Աստծո մեջ, երկինք դեշտաս։ Այդ ժամանակ մենք բոլորս մեկ կդառնանք։ Նույն հայտնությունը կունենանք, նույն հոգով կառաջնորդվենք։ Այդ բանի Եբրայեցիս 11-րդ գլխի մեջ 9-րդ խոսքից որ կարդակ, գրված է Աբրահամը այդ խոստմունքի երկիրը պանդուխտի պես քայլում էր Իսահակի եւ Հակոբի հետ, բայց հանգիստ չէր գտնի։ Հանգիստ չէր գտնի, որտեղ մի քաղաք կփնտրեր, որի ձեռագործը մարդը չէ, այլ Աստված է։ 15 խոսքի շարունակության մեջ գրված է, որ Աբրահամը եթե ուզենար հետ դառնալ հին բանին, կդառնար, բայց ինքը չուզեց հետ դառնալ։ Ասեք, որտեղ ինքը կսպասեր այդ քաղաքին, ինքը կսպասիր ավելի կփնտրի ավելինին, ոչ թե այս երկրավոր բանին կդառնար, այլ նոր կարտաս երկինքը կփնտրեր։ Եվ այստեղ կսե, եւ Աստված դրա համար էլ ամոթ
չի համարում իրենց Աստվածը կոչելու։ Եթե քո նպատակը, քո հայացքը երկրավոր բաներն են, նրանք քեզի օգուտ չեն տա։ Ես էլի կսեմ, այսօր մեր պարտքն է, մեր գործն է երկինք բարձրանալը։ Բայց մինչև երկինք բարձրանալը դու պետք է քո սրտի մեջ Հիսուսին թույլ տաս որ գա։ Ես մանր բաները տասանոր, զոհաբերություն, եկեղեցի ճիշտ ձևի գալ, եսի ասենք սիրել, օգնել կամ ինչ-որ մի հատ բաները, դրանք մանր փոքր բաներ են։ Դրանք աշխարհի մարդն էլ կրնային է։ Ավելինի մեջ մտնենք։ Ավելինի մեջ մտնենք թույլ տանք Հիսուսը գա եւ թակավորի մեր սրտերի մեջ։ Ու փորձենք ելնենք երկինք։ Երկինքը բաց է։ Հովհաննեսը շատ ուժեղ ապրումներ է ունեցել։ Ինքը իր ապրումներից է պատմում։ Որ երկինքը բաց է եւ ձայնը լսեց, ավարի քեզի ցույց պիտամ ինչ կլինի։ Լսե այսօր դու պիտի պատմես թե ինչ կլինի։ Այսօր դու պիտի թելադրես թե այս երկրի վրա ինչ կլինի։ Ոչ թե սպասես թե երկիրը քեզի ինչ կբերե։ Ինչի՞ է երկիրը քեզի ինչ որ բաներ բերե, որտեվ դու երկնքից բաներ չես բերե։ Ես կուզեմ որ դες ինչ մենք այսօր խորը մտածենք։ Աստված ամոթ չի չհամարեց իրենց զավակները կոչելու։ Այսօր Աստված ամոթ կամարե քեզի իր զավակը կոչելու թե չէ։ Ինչի վրա է հիմնված։ Ինչը կփնտրես դու երկինքը թե երկիրը։